Հայ եկեղեցին բազում անգամներ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Որոշումը կայացրել է Կարեն Ֆարխոյանը, այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանը սակայն հայտնել է, որ դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Լուսավոր Հայաստանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը շեշտել է, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ուժի հետ։ Ինչու են իրանք վստահ պահ, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ անհնար է իշխանությունը փոխել, հետեւաբար իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն առաջին ուղերձը հետեւյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 գումարած 1 մասնակցություն ալինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք ժողովուրդ, որ տեղամաս 50%-ից ավել մասնակից մտավ, կապ չունի ում ընտրել։ Իշխանությունը պարտվում է։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել։ Ըստ նախնական տվյալների ժամկետային զինծառայողը մահացել է դեռևս անհայտ հանգամանքներում իրեն ամրացված զենքով գլխի շրջանում կրակելու հետևանքով։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ժամկետային զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հայտնաբերելու մասին։ Վեհափարի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել։ 10 եպիսկոպոսներից բացի այլ բարձրաստիճան հոգևորական չի միացել Վեհափարի հրաժարականի պահանջին։ Թեպետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից վստահեցնում էին, որ շուտով 2-ից 3 եպիսկոպոս է իրենց միանալու, գրել է Հրապարակ օրաթերթը։ Թերթի տեղեկություններով Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ կաթողիկոսի դեմ ապստամբողներին։ Դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին մինչ օրս կանոնադրություն չունի։ Դա դիտավորյալ են արել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունենում հիմա եկեղեցու ներսում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, կրկին խոսելով Վեհափարին կաթողիկոսարանից հեռացնելու իր հրապարակած ճանապարհային քարտեզից։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին Կնտրիչ Ներսյանի հեռացումից եւ տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը եւ ընդունմանը, որտեղ հստակ թափանցիկ կանոններ կգործեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգեվորականներին, այլև հանրության, այսինքն կլինեն հրապարակային եւ մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում եւ որոնք են դրանց նկատմամբ հանրային եւ ոչ միայն հանրային, այլև ներքին վերահսկողության մեխանիզմները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն պարգևատրելու ազգային ժողովի падգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին։ Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներից մեկի ազատման վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։ Իդեպ դատական նիստերի ընթացքում պարզ է դարձել, որ հաստիկները իրականում լուծարվել են 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին ծանոթացելուց շուրջ 2 ամիս հետո, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, գրել է Աբաջյանը։ Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտը 26 տարի դադարից հետո ունի նոր օրենք, այն փոխարինելու է եկել նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքներին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով օրենքը բավականին երկար քննարկման ճանապարհ է անցել եւ ուղղված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ամենակարևոր բարեփոխումներին։ Նախարարը վստահ է, որ օրենքը ավելի ուսանողակենտրոն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի ճկուն ուսումնական գործընթաց իրականացնել։ Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է հանրային բուհերի կառավարման մոդելների, կառավարման մարմինների ձևավորման սկզբունքների փոփոխություններ եւ սահմանափակումներ։ Մեր կողմից ուշադրության է արժանացել այն փաստը, որ գիտխորհուրդներում, իսկ հիմա արդեն ակադեմիական խորհուրդներում սովորողների ու ուսանողների թիվը 25%-ից կրճատել են հասցնելով ոչ ավելի քան 10%-ի։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մտավախություն ունի, որ այս փոփոխությունը կարող է ամրապնդել ակադեմիական ավտորիտարիզմը եւ ուսանողական ձայնի կարեւորությունը բարեփոխումների գործընթացում։ Օրենքի փոփոխությունից հետո որը արդեն ուժի մեջ է մտել, ստացվելու է, որ ուսանողների ներկայացվածությունը որոշումների կայացման գործընթացներում էապես պակասելու է։
Ըստ օրենքի ակադեմիական խորհուրդներում ամենաշատ ներկայացվածությունը ունենալու է կրթության գիտության նախարարությունը, քանի որ հենց նախարարությունն է նշանակելու ակադեմիական խորհուրդների անդամների ուղիղ կեսին, իսկ մնացածի նշանակելու է բուհը։ Հենց բուհն է որոշելու, թե քանի սովորող է տեղ գտնելու կառավարման մարմնում։ Փորձագետը մտավախություն է հայտնել, որ գուցե ուսանողները նոր օրենքով դուրս մղվեն կառավարման մարմնից։ Կարող է ունենալ այն հետևանքները, որ ուսանողները ընդհանրապես դուրս մղվեն որոշումների կայացման գործընթացից, ուսանողների ձայնը հասանելի չլինի, իսկ 1-2 ուսանող գտնել, այն էլ առավելագույնը, նորից եմ ասում, նրանց թիվը կարող է 0 լինել։ Առավելագույնը 1-2 ուսանող գտնել, որոնք հելու հնազանդ կենթարկվեն տվյալ բուհի ադմինիստրացիային, ուղղակի այսպես անելու նման մի բան է։ Ատոմ Մխիթարյանի կարծիքը չեն կիսում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհրդում։ Ուսանողական խորհրդի փոխնախագահը վստահ է, որ եթե այս օրենքը կրթական ոլորտը չբարելավի, ապա հաստատ վնաս չի կարող հասցնել ուսանողներին։ Այս փոփոխությունները կոնկրետ ուսանողի համար առանձնապես եթե չբարելավեն, ապա մեզ վնաս չեն հասնի, քանի որ մեր ուսանողական խորհրդից կամ մեր այդ անձնակազմը, գիտական խորհրդի անդամները այնպիսի ձևով կներկայացնեն ու մեր խնդիրները այնպես կառաջ բարձրացնեն, առաջ կբերեն, որ մենք այդ առումով խնդիրներ չենք ունենա որոշումների կայացման հարցում եւս, քանի որ մեր համալսարանի պարագայում մեզ համար շատ էական չէ, թե գիտական խորհրդում կլինի 5 անդամ, թե 10 անդամ, թե մի անդամ, մենք վստահ ենք, որ մեր համալսարանում մենք ոնց որ մեր խնդիրների լուծումը կգտնենք։ Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նախկին անդամ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Ալբերտ Ավետիսյանի խոսքով ուսանողի ձայնը լրացնելու փորձ է արվում։ Ավետիսյանը ուսանողական խորհուրդների լրությունը խորհրդավոր է համարում։ Քանի որ կան ինքնավար մարմիններ, օրինակ դրանք ուսանողական գիտական ընկերություններն են, ուսանողական խորհուրդները, որոնք այս փուլում շատ խորհրդավոր լրություն են պաշտպանում ու տենց շատ կասկածելի է դա, որովհետև ես ենթադրում եմ, որ մարդիկ մտածում են, որ իրենց խոսքը չանդրադառնա իրենց բուհական ու ակադեմիական կրթության որակի կամ առհասարակ խոնչդոտներ չստեղծվեն իրենց համար, դրա համար այսպես լռություն է տիրում ու ես շատ ժամանակ նկատում եմ նաև, որ բուհական հանրությունը, իսկ ուսանողությունը տարբեր բուհերի շրջանակներում իրար հետ ինչ-որ կոնֆերանսներ անում, նմանատիպ բաներ են անում, բայց դրանք ինչ-որ մեծ շոշափելի արդյունքներ չեն տալիս։ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը օրենքի վերաբերյալ հանդես է եկել հանրային կարծիքի տեսքով, սակայն ուսանողական խորհրդից, որը ամենամեծն է Հայաստանում, չցանկացան անգամ իրենց հայտարարությունից խոսել։ Ուսանողները դարձել են, կարծես թե կրավորական կեցվածք են ձեռք բերել ուսանողները։ Մենք չենք տեսնում են հայտնի ուսանողական խժդժությունները, շարժումները, ակտիվությունը, հասարակական կյանքում քաղաքացիական դիրքորոշում չեն արտահայտում գրեթե, շատերը դա մեկնաբանում են, որ գիտեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Սիրելի ուսանողներ, սա քաղաքականություն չի, սա ձեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու լավ հնարավորություն է։ Փարիզում նախատեսված ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական եռյակի հանդիպումը չեղարկվել է։ Չեղարկման պատճառները դեռևս չեն հաղորդվել։ Փոխարենը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Բերլինում կհանդիպի Զելենսկիի եւ եվրոպացի առաջնորդների հետ։ Ավելի վաղ Եվրոպական միությունն ամերիկյան կողմին էր հանձնել խաղաղության համաձայնագրի իր տարբերակը, ըստ որի Թրամփի 28 կետանոց ծրագրից այն կրճատվել էր, հասնելով 20-ի։ Это очень интересно. Զելենսկին փակուղում է հայտնվել ռազմադաշտում տիրող իրավիճակի եւ իր ոչ լեգիտիմ լինելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, Ուկրաինայի նախագահն արդեն սկսել է շանտաժի ենթարկել արևմտյան կուրատորներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է անցկացնի նախագահական ընտրություններ։ Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը, շեշտել էր Թրամփը։ Զելենսկու նախագահական ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թայլանդի եւ Կամբոջայի առաջնորդների հետ է խոսել, ինչի արդյունքում իրենք համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում։ Մի քանի օր առաջ հակամարտող երկրները խախտել էին Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագիրը եւ հարվածել միմյանց։ Ռուսաստանի ամենահին վանքերից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Կոթողը հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Չեռնոմորսկի նավահանգստում ռուսական զինված ուժերը հարվածել են թուրքական նավի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մոսկվայի Տվերսկի բուլվարում ուժեղ քամու պատճառով 10 մետր բարձրությամբ տոնածառը կողաշրջվել է։ Օգտվելով առիթից որոշ անցորդներ որոշել են մոտենալ տոնածառին զարդարանքներին ավելի մոտիկից ծանոթանալու։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։